Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 13.8 միլիարդ դրամի վերաբաշխում տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների ֆինանսավորման համար։ Կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ներկայացնում է իրականացվող և արդեն իրականացված ծրագրերը։ Պիտի ասեմ, որ նախագծով նախատեսված ընդհանուր հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 8 կիլոմետր է, որից միջպետական նշանակության է 16.1 կիլոմետր, հանրապետական նշանակության 25 կիլոմետր, մարզային նշանակության 16.9 կիլոմետր, նախատեսված է հիմնանորոգել 2 կամուրջ։ Վերականգնված է Բջջնիի եկեղեցու վնասված պատը, փլուզման վտանգը Փաշինյանն անձամբ էր արձանագրել։ Այժմ զբոսաշրջային կարևոր այս ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացված։ Այդտեղ դիմացը տներ էին կառուցել եւ նաեւ ընկույզի ծառեր տնկել, որը ամբողջությամբ պահպանված պարիսպները փակում էր արտաքին տեսադաշտից։ Բայց խնդիրն այն է, որ հուշարձանը պետք էր բացել, որովհետև դա ըստ էության պետական ժողովրդական կապիտալ է։ Մենք հիմա տեղադրել ենք լուսավորության համակարգ, որով լուսավորում ենք Բջջնիի ամրոցի պարիսպները։ Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող 4 հեկտար տարածքը 31.7 միլիոն դրամ կադաստրային արժեքով կամրակցվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Գույքը Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է Աշտարակի քաղաքապետի դեմ դատական հայցի բավարարման հետևանքով։ Այս հողամասի աճուրդը կայացել է 2005 թվականին, այդ աճուրդը ճանաչվել է անվավեր եւ դրա հիմքով 2025 թվականի մարտի 14-ին հողամասը արդեն պետական գրանցում է ստացել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականձման գործառույթի շրջանակներում 2021 թվականից առ այսօր հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 152 հայցադիմումներով արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձանց մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա։ Աննա Վարդապետյանն է ներկայացնում։ Ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է։ Նաև հիշեցնեմ, որ այս գործառույթի շրջանակներում 2023-24 թվականների ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել, որոնցով Հայաստանի Հանրապետությանը արդեն վերադարձվել է եւ ամրացվել է Հայաստանի Հանրապետությանը 7 անշարժ 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտքագրվել վերականգնված միջոցների միասնական հաշվին եւ 50.720 եվրո միայն այս լիազորության ուղղությամբ, պարոն վարչապետ։ Բռնագանձված գույքի մասին խոսելիս Փաշինյանը Դիլիջանի մանկապարտեզի դրվագը հիշեց։ Նախկինում անուններ չի հնչեցրել, բայց արդեն որոշել է խոսել կոնկրետ անուններով։ Այդ Պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը։ Եվ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Հետո արդեն հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը, նախկին պաշտոնյաներին թալանչի, ստոր սրիկաներ անվանելով։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկաս տահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Ռոբերտ Քոչարյանին հիշեց, կոռեկտությունից ելնելով չեն արձանագրել, որ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Թողնան դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետո աստվածաշնչյան ճշմարտություններ է մեջբերում՝ մի դատիր, որ չդատվես, ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու, թալանվածը հետ է բերվելու, վստահեցնում է Փաշինյանը։ Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատվես, ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու։
Գոնե իմ ըմբռնումը այսպեսին է։ Ասենք մենք չենք կարա վերցնենք մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից եւ տանենք տանք մեր կնոջը լավ չի ինչու։ Եվ չեն կարող տանել տան մեր կանանց, մեր երեխաներին եւ այդպես շարունակ։ Նիստում հաստատվեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ 2025-27 թվականների գործողությունների ծրագիրը։ Պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր օրինակ այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-22 թվականներին, երբ որ կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարը ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել, հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները, եւ արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում։ Ռազմավարական փաստաթուղթը ներառում է 13 ուղղություն, ներառյալ կրթության, առողջապահության, իրավապահ համակարգի կարողությունների հզորացում, ծնողների եւ ուսուցիչների, ԶԼՄ-ների ու շահառու խմբերի հետ ուղղորդված աշխատանք։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։